Պատրաստում եմ վարդենիսի յախնի կամ մսով սոուս, սա շատ տարածված և սիրված ճաշատեսակ է մեզանում, այսպես պատրաստում էր տատիկս, այսպես պատրաստում է մամաս, պատրաստում եմ նաև ես։ Բուսայուղի և կարագի խառնուրդի մեջ առատ կտրատված սոխ եմ տապակում, այստեղ կարմիր սոխ է, կարող եք վերցնել սպիտակը կամ երկուսը միասին, որպես իմ կողմից համալրում, ես ավելացնում եմ նաև նեխուրի պոչեր մանր կտրատված, սա շատ յուրահատուկ համ է հաղորդում կերակուրին։ Նախապես խաշում եմ տավարի ոսկորոտ խոշոր կտորներով միս, միսը անպայման քափահան եմ անում, խաշում եմ աղով, արգանակը պիտի լավ թանձր ու հագեցած լինի, դասական բաղադրատոմսում միսը ճաշի մեջ ավելացնում ենք հենց այսպես ոսկորով, եթե սիրում եք առանց ոսկորի, իհարկե ազատ է, կարող եք ոսկրահան անել։ Մի բան էլ ասեմ ու շարունակեմ ճաշի պատրաստումը, այս ճաշը շատ համեղ է նաև տնական արդար յուղով պատրաստված։ Ավելացնում եմ լոլիկ իր թանձրուկի մեջ, սա պահածո է, կարող եք թարմ լոլիկ կտրատել, բայց ոչ շատ։ Ամեն ամառ պատրաստում եմ լոլիկը իր հյութով, այս պահածոն ամեն հնարավոր առիթներով օգտագործում եմ տոլմաների մեջ, ապուրների, ահա այս յախնու մեջ, շատ նուրբ թթվաշ համ է հաղորդում ուտեստներին։ Հիմա կարմիր քաղցր պղպեղ եմ ավելացնում, բավականին շատ, ճաշը պետք է կարմիր լինի։ Եվ խոշոր կտրատված կարտոֆիլը, որ նախապես լվացել ու մաքրել եմ։ Կրակը մարմանդ անենք, մինչև կբերենք կարտոֆիլը։ Կարտոֆիլը ավելացնում ենք, ահա այս պատրաստած զանգվածին։ Այս ճաշի մեջ կարտոֆիլը պիտի շատ լինի, դոմինանտ բաղադրիչը հենց կարտոֆիլն է, ընդ որում մեծ կտրածն է դասական բաղադրատոմսում, հենց մեծ կտորներով պիտի լինի կարտոֆիլը։ Մայրիկս օրինակ կտրատում է երկարուտ, ինչպես ժարիկի նման, այսպես ասեմ, որ հասկանալի լինի։ Տատիկս կտրատում էր իր ելունդներով, ասենք այսպես կտրատում էր միջին չափերով։ Ես էլ եմ սիրում միջին չափերով, բայց քանի որ այսօր ուզում եմ հավատարիմ մնալ դասական բաղադրատոմսին, կտրատեցի մեծ։ Ավելացնեմ միսն ու արգանակը քամեցի, քափահան արեցի, լցրեցի տոմատի տարայի մեջ, ահա այսպես ավելացնում եմ մսի, կարտոֆիլի և սոխառացի վրա, քիչ ջուր ավելացնեմ, ջուր ավելացրի ինչքան որ հարկավոր էր, իդեպ ջուրը չպետք է քչություն անի, սա թանձր ճաշ չէ, սա ևս ապուր է, որտեղ կարտոֆիլը, ջուրը, միսը, մի խոսքով բոլորը պետք է մի փոքր այլ հերթականության լինեն, ավելի շատ կարտոֆիլը, ջուրը, քան միսը։ Լինում է, որ այս կերակուրը պատրաստում են նաև առանց մսի։ Հիմա թողնում ենք եռա ու կասեմ էլ ինչ ենք ավելացնում, ծածկեմ կափարիչը, կհանդիպենք մի քիչ հետո։ Անցել է մոտ 5 րոպե, տեսնենք, ուզում է եռալ, աղը մի հատ ստուգենք, ճիշտ է, ես միսը եփել էի արգանակում, բայց հետո ջուր ավելացրի, քիչ աղել ենք ավելացնում, խառնենք թող աղը ծուլվի, հալվի, այստեղ էլ կտրատել եմ կանաչ թարմ պղպեղ, բաժանել եմ մի քանի մասի, հեռացրել եմ սերմատուփը, կտրատել եմ համեմ։ Ձայնից էլ հասկանում ենք, որ ակտիվ եռում է, սիրելիներ, հիմա ավելացնում եմ չոր կանաչին, ահա այսպես, գուրմունքը գնաց։ Մեր հայկական չոր կանաչուց բուրավետ ուրիշ համեմունք գիտեք, մենք մեզ չգովենք, գեղեցիկ բան չէ ինքնագովեստով զբաղվելը, բայց ճշմարտությունից չհեռանանք էլ, որ իսկապես համեղ է, իսկապես բուրավետ է։ Այս խոշոր ճյուղերը հեսա կհեռացնեմ, եկեք մի հատ էլ համտեսեմ։ Շատ համեղ է։ Ստուգում ենք կարտոֆիլի եփվածությունը,
կարտոֆիլը եւս al dente է, կիսաեփ։ Այ հիմա ճիշտ ժամանակն է ավելացնելու կանաչ թարմ պղպեղը, աննկարագրելի համ է հաղորդում բուրմունք եւ իսկապես անփոխարինելի է այս կերակուրի համար պղպեղը։ Մամաս ամբողջական է նույնիսկ ավելացնում պղպեղը վարդենիսյան յախնու մեջ։ Այսպես։ Հիմա շատ չենք եփում, ավելացնում եմ նաև կանաչին, 1-2 եռից հետո ծածկում եմ կափարիչը և անջատում կրակը, մատուցում եմ 5-10 րոպե հանգստանալուց հետո։ 1 րոպե տառացիորեն 60 վայրկյան եռում է, անջատում եմ և մատուցում եմ կամ լավաշով, կամ հայկական մատնաքաշով, հատկապես անպամած եղանակներին ձմռանը մի հատ անկրկնելի համ տաքուկություն է հաղորդում այս ուտեստը։ Անպայման հենց այսպես կպատրաստեք, շատ քիչ բաղադրեք կարտոֆիլ, միս, ջուր, կանաչ պղպեղ ու կանաչի վերջ և սոխարացնել դա մեջ, դա միշտ կա, անջատում եմ։ Սիրելիներ, աննկարագրելի ախորժելի բուրմունք է տարածվել խոհանոցում, առանց չափազանցության, ինչքան էլ կուշտ լինեք, այս անուշ բույրը, որ հասնի ձեր ռունգերին, ձեր շնչողական ապարատին, շնչառությանը, դուք իսկապես քաղցածանալու եք, այնքան համեղ է բուրում, այնքան պարզ է ամեն ինչ, անպայման փորձեք, հեսա մի քիչ էլ հանգստանա ճաշը, ես էլ մատուցեմ ընտանիքին, հաճույք պատճառեմ, այսպես ասած։